Քեզ դուրը թակել չեն սովորացրել։ Լուրջ։ Հա, շատ լուրջ։ Երեխու մասին ով գիտի։ Այսինքն։ Այդ լակոտի քուրի ինչ-որ մեկին բան ասել է։ Սոնան։ Հա, Սոնան։ Ասել է։ Մտքին ինչ-որ բան կա։ Չէ, ոչ մեկին ոչ մի բան չի ասել, վերջ։ Նարը հերետ իրան շատ վատ պահեց։ Հիմա ոչ թե ես, այլ դու պիտի լինեիր իմ տանը։ Աստված մի արասցե իմացել եմ մեջքիս հետևը խաղեր ես տվել։ Հանգստացի, հա, Արմո, քեզ շատ ես երևակայում։ Դու լավ գիտես մեր ամուսնությունը ինչ է հետապնդում։ Գիտեմ։ Որոշել էիր ինձնից վրեժդ լուծեիր, ինձ տանջեիր։ Երեխուս էլ խաղալիքդ էիր դարձնելու, չէ՞։ Հիմա պլանները փոխվեց, ստիպված ես նոր բան մտածել։ Այդ քեզ մենակ թվում է։ Դու սպասի մինչև հասնենք ԶԱԳՍ։ ԶԱԳՍից հետո այս տանը մի րոպե չենք մնալու։ Միասին տեղափոխվելու ենք իմ տուն։ Բայց միջև այդ ոչ մեկի տոր ու արև չեմ տալու այս տանը։ Գժվել ես դու։ Ես իմ ասելիքը ասեցի։ Զզվելի ես, զզվում եմ քեզնից։ Դու էլ։ Բայց ես քեզ սիրում եմ։ Վրեժ ես լուծում։ Չէ, վրեժ, հա, վրեժ եմ լուծում։ Ու խոստանում եմ, որ այդ դեմքիդ կապտուկները ու գիպսը կհայտնվի այն մարդու վրա, ով որ քո երազանքներին դեմ կլինի։ Ու քո խոստանում եմ, որ ամենաանհամ ուտելիքն է, որ պատրաստես կուտեմ։ Ու դեմ չեմ լինի քո նպատակներին, երազանքներին, որովհետև անիմաստ է ոնց հասկանում եմ։ Կդառնաս կինս։ Ձևը սենց չի։ Բա ոնց է։ Մի քոքրի մատանի դնես։ Հաստատ բայց։ Հա։ Վստահ եմ, դիր։ Վստահ ես։ Հա։ Հետո չբողոքես լիի։ Այս աշխարհի ամենավատ առաջարկություններ, բայց ես համաձայն եմ։ Այս իմ ամենալավ ծնունդներ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ահա, մոռացել էի։ Շնորհավոր ծնունդդ համար։ Ատաշի մեկը։ Վեր, բրծավ ռոմանտիկան։ Ես քեզ չեմ հասկանում, պապա։ Դու գիտես, որ ես միշտ ասածներդ անողն եմ եղել։ Հիմա ոչ մի ձև քեզ չեմ կարողանում հասկանալ։ Ինչ է հետդ կատարվում, ասա, խոսա, վստահի ինձ։ Վրան, ես ինձ չեմ հասկանում։ Դու որտեղից հասկանաս։ Պապ, ես քեզ ոնց օգնեմ։ Մի բան ասա, ինչ ասես կանեմ, ցավդ տանեմ, մենակ դու լավ եղի։ Պապ, խոսա։ Հիշում ես, գյուղում ինչ անհոգ էինք ապրում։ Խաղաղ, հանգիստ։ Մեր ամենամեծ դարդն ու ցավը այն էր, որ այդ տարի բերքը քիչ էր լինում։
բողոքում էինք նրա եղանակից, որ մեր սրտի ուզածով չէր լինում։ Հետո գյուղով հավաքվում էինք ու մեկս մյուսի բերքի բաց է լրացնում։ Ու մի բան պատահում էր։ Ամբողջ գյուղով կանգնում էինք, կողքը որ չնեղվի։ Հիմա գյուղում մարդ չի մնացել ռամ։ Մարդկանց մեջ մարդը մեռել է, հասկանում ես։ Դրա համար մարդիկ դադարել են ապրել։ Ախ, Երանի այդ օրերը։ Ինչքան եմ Մարգարի տանը գիշերել։ Ինչքան ենք Աշոտի, Քաջիկի հետ քեֆ ուրախություն կազմակերպել մեր տանը, Քաջիկի տանը։ Բա մարդ երեխա կորցնի ու ոչ մի բան չկարողանա անել, հա։ Գիտես ինչի։ Որովհետև իմ ձեռքերն էլ էր արյունոտ վրա։ Մարգարը որ եկավ, չոքեց դիմացս։ Այդ ոչ թե պիտի չոքեր, այլ պիտի հերացանը դներ ճակատից։ Ես ոնց ասեի, որ ես եմ սպանել տղուդ, Մարգար։ Օ, ամենահեշտ բանը փախնելն էր, ու ես փախա։ Նայի չորս կողմդ նայ, չկա Աշոտի գերեզմանը, չկա վրամ, չկա Աշոտը, չկա։ Հիմա որ Աշոտի տղերք կգան ասեն ուր է հորս գերեզմանը, ես ինչ եմ ասելու, ես ուր եմ տանելու, ինչ եմ ցույց տալու վրամ։ Ես Աշոտին անգերեզման եմ թողել վրամ։ Ես հնարավորություն չեմ տվել, որ ինքը գերեզման ունենա։ Ամենա վատ մարդն անգամ այս աշխարհում արժանանում է երկու տախտակի ու մի բուրհողի։ Իսկ Աշոտը Նարեիս երեխեն վրամ իմ աչքերում Աշոտի թորնա, ոչ թե իմ երեխում իմ ասնիկը։ Ես ոնց եմ նայելու հետ երեխու աչքերին, ոնց։ Ամեն անգամ երբ ինձ նայելիս լինի այդ երեխեն, ես մտածել եմ, որ Աշոտն է ինձ նայում։ Ես չեմ կարողանում վրամ, ես չեմ կարողանում ես դարդ ու ցավը տանել վրա։ Կգա ժամանակ ամեն ինչ կանցնի, պապ։ Կգա։ Վրամ։ Ժամանակը անցնում է ու ամեն ինչ ջահիջա։ Խեղդվելու տեղ չկա։ Չկա։ Կարոս։ Աշոտը, Քաջիկը, Մարգարը իմ ուսերինա։ Իմ ուսերինա կոկորտիս կանգնածա կուլ չի գնում վրամ, չեմ կարողանում։ Աստված էլ չի խղճում ինձ, որ մի օր հոգիս առնի ու բրցնեմ ես ամեն ինչից։ Պապ վերջացրու էլի, այտենց մի խոսա։
Եթե իմանայիր վրան, ես ինչքան վաղուց եմ մեռած։ 10 տարի առաջ, հենց այդ նույն օրը, ես ինձ էլ սպանեցի։ Դրա համար ես ամեն ինչի ես լուր, ցավով, դարդով տանում եմ։ Աշոտը ինձ հանգիստ չի տալիս։ Չի տալիս, վրա։ Աշոտը մեռած է, պապ։ Աշոտը մեռած չի։ Պապա, ասում եմ Աշոտը մեռած է։ Աշոտը ինձնից ու քեզնից էլ ողջ է։ Մտածում ես խելագարվել եմ։ Երևի։ Ուր։ Չգաս հետևիցս։ Չկա տենց բան, գալիս եմ, պապա։ Ասում եմ, չգաս հետևիցս։ Ես էլ ասեցի գալիս եմ, պապա։ Ես քեզ այս վիճակում մենակ չեմ թողելու։ Դու ես իմ երեխեն, թե ես քո։ Հա։ Դե գնա ուրեմն։ Մտածում էիր չեմ տեսնելու, հա, էսի։ Գնա ու արա այն ինչ որ ուզում ես անես, պապա։ Գնա ու դու էլ ինձ մենակ թող, ոնց որ Կարոն մենակ թող։ Գնա ու հեշտ ճանապարհը ընտրի, պապա։ Քեզ ազատի մեղքից ինձ էլ մեղքի տակ գցի։ Պապա, դու տղա ես կորցրել։ Ես էլ աղբորս եմ կորցրել, բայց ինձ պինդ եմ պահել, ցավս ցույց չեմ տվել, որ դու չնեղվես։ Դու Աշոտին ես սպառնել, պապա։ Ես էլ Հայկից եմ հրաժարվել, Հայկին եմ իմ կյանքից ջնջել ու թշնամի եմ դարձրել։ Այն Հայկին, որի հետ ընկերներ ենք եղել, իրար ծոց ենք քնել, իրար հետ ենք մեծացել։ Նարեի արած իմ կոկորտով էլ կուլ չի գնում։ Ես չեմ կարա մենակ իմ մասին մտածել, պապա։ Բոլորի ձեռը կրակն եմ ընկել, 1000 մասի եմ բաժանվում, բայց ոչ մեկը դե չի տեսնում։ Գնա ու հեշտ ճանապարհ ընտրի, պապա։ Գնա, ասում եմ։
Մենք այդպես էլ չկարողացանք դասեր քաղել կյանքից։ Այսօրն ապրելու փոխարեն վաղն ենք պլանավորում։ Ամենահամեղ պատառը թողնում ենք վերջում ու որպես կանոն այդպես էլ չենք կարողանում ուտել։ Ամենասիրելի զգեստը զգուշությամբ պահում ենք պահարանում, որովհետև մտածում ենք, որ ավելի հարմար օր կգա ու կկրենք։ Իսկ այդ օրը այդպես էլ չի գալիս։ Մենք երանի ենք տալիս անցյալին, որովհետև կորցնելուց հետո ենք միայն հասկանում, թե ինչ ենք ունեցել ժամանակին։ Սարսափելի բան է կարոտը սրտում ապրելը։ Բայց ավելի սարսափելի է, երբ կարոտում ես այն, ինչը չի կարելի։ Մի օր ասում ես երբեք ու հետո այդ վստահ ասածը դառնում է քո ամենավատ իրականությունը։ Իսկ դու ոչինչ անել չես կարող, որովհետև կարևոր բաները լուռ զոհում ենք միայն ամենակարևորը պաշտպանելու համար։ Բոլորս մեր պայքարն ու ցավն ունենք, բայց բոլորս խաղում ենք իրար առաջ։ Խաղում ենք այնպես, որ երբեմն ինքներս ենք սկսում հավատալ մեր խաղին։ Խաղում ենք այնպես, որ չենք էլ հասկանում, թե երբ ենք կորցնում մեր իրական դեմքը։ Եթե աղջիկ լինի։ Ես սիրունա։ Հենց սպասի։ Ամեն ինչ նորմալ է, Նարե ջան, անանք ստանալու խնդիր չկա։ Իսկ չես ուզում սերնիմ անել։ Ես շատ եմ ուզում, ուղղակի չեմ թողնում։ Ես չեմ թողնում։ Ուզում եմ ինձ առանձին ասեք, որ սիրուն միջոցառում կազմակերպեմ։ Հասկացա։ Թողնաս սրանք։ Գնայեմ հետո կտամ քեզ։ Մեն մի ամսից ստիպված չես լինելու։ Ես գործով զբաղվես։ Ձյացակո, ես քեզ չեմ հասկանում, գիտես։ Ամբողջ կյանքս ինչքան սև գործում ես, ես եմ արել։ Ու հիմա ամեն ինչ դարձնում ես Վրամի անունով։ Այդ ես եմ քեզ լավություն արել ու Նարեի հետ ամուսնացել եմ։ Բայց ինձ տնփեսա է սարքել։ Այդ նորմալ է։ Ինչից ես դժգոհարմու։ Տակտեղ քնում ես։ Ուտելիքը կա, փողն ունես։ Էլ ինչ ես ուզում։ Չեմ հասկանում, ինձ ձեռ ես արմում։ Նենց չի, որ միջև այդ սոված էի։ Նենց էլ չի, որ դու այդ ամեն ինչով ինձ լավություն ես անում։ Այդ դու ես
ուզել նարը ետ ամուսնանալ։ Ես քեզ չեմ ստիպել, որ հիմա երեսով սես տալիս, որ ինձ լավություն ես արել։ Արմո, դու իմ տանն ես ապրում, ու արդեն քեզ սխալ ես բանում։ Աղջկաս հանդեպ։ Պատկերացնում ես, ինչ կլիներ, եթե դուք առանձին ապրեիք։ Դյացակո։ Վերջ։ Այս օֆիսը քեզ համար ընտանեկան հարցեր պարզելու տեղ չի։ Բայց Վերջ։ Գնա գործիդ։ Հուսա մի ամսից էլ ստիպված չես լինի ես գործով զբաղվել։ Վրամը կլինի տնորեն ու կանի հենց ոնց որ ճիշտ կգտնի։ Ու ամենակարևորը Արմո, էլ ոչ մի կեղտոտ գործ չի լինի։ Տեսար ինչ լավն էր։ Շատ։ Մենք իմացանք, որ մեր չստան շատ լավ է։ Ես խոսամ։ Արդեն 3 ամիս է անցել, բայց 2 բառ հետս չի փոխանակել։ Հիմա էլ ձևացրեց թեպր զանգում են։ Ամեն ինչ լավ է լինելու կտեսնես։ Ես վստահ եմ, որ Վրամը երեխուն արդեն շատ է սիրում։ Չգիտեմ։ Դու ավելի լավ ասա նվերները հավանեցիր։ Շատ։ Երեխան չի ծնվել, բայց դու արդեն իրեն երես ես տալիս։ Հորքուրին ամեն ինչ կարելի է։ Լավ, ես գնամ պարկեմ հոգնեցի։ Լավ ես։ Հա։ Նարեն ոնց էր, հոմոտը խնդիրներ չկային։ Իսկ ինչի իրեն չես հարցնում։ Լավ էլի Սոնա։ Ամեն ինչ շատ լավ է։ Ավելին ասեմ։ Իմ մոտ է այն թղթիկը, որտեղ երեխու սերն է գրված։ Կուզես տեսնել։ Չէ։ Վրամ, ես վստահ եմ, որ դու աշխարհի ամենալավ քեռին ես լինելու։ Սոն դիտավորյալ ես անում։ Ես քեզ շատ եմ սիրում, Սոն։ Ես էլ քեզ։ Կուզես գնամ սուրճ պատրաստեմ խմենք։ Պատրաստի։ Գնացի։ Հարմարվեցի նոր գործիդ։ Հա, ոնց որ ված չի ստացվում։ Դե լավ է, լավ է։ Իսկ այն ախպերը զանգում է քեզ։ Ես վերջերս մի 2 շաբաթը մեկ է զանգում ինձ։ Որովհետև խելքը տվել է այն աղջկան։ Հետը չեմ կարում նորմալ խոսամ։ Ինչ աղջիկ։ Ոնց, դու չգիտեիր։ Չէ։ Դե ես 2 ամսից ավել է ինչքան զանգում եմ, այդ աղջիկը իր կողքն է։ Չգիտեմ ինչ հարաբերությունների մեջ են, բայց փաստը այն է, որ ինչքան զանգել եմ, այդ տարածքում է եղել։ Ես գիտեի քեզ ասելա։ Չէ, ոչ մի բան չի ասել։ Քերի սկզբում նորմալ գոնե հետս խոսում էր։ Հիմա մի քիչ խոսում է, անջատում է։ Չգիտեմ, կարող է լավն է դա։ Տենց ծրվում է, էլի։ Չգիտեմ Միկո, երևի։
Լավ քեռի, ես գնամ գործերով։ Ալո։ Բարի օր, աբո։ Բարև։ Չեմ խանգարում։ Չէ ասա։ Ուզում եմ հանդիպենք, ուզում եմ խոսենք, հարմար կլինի քեզ։ Այո։ Ինձ մոտ կգաս, թե Չէ, ավելի լավ է ես քեզ հասցե ուղարկեմ, արին տեղ հանդիպենք։ լավ։ Ապրես։ Վրամ, ես վերջերս օֆիս էլ չես գնում։ Փակվել ես քո մեջ ու ոչ մեկի հետ չես շփվում։ Այն տպավորությունն է, մտածում ես, թե քեզ ոչ ոք չի հասկանա, դրա համար լռում ես։ Երևի հա։ Վրամ, ես քեզ հասկանում եմ։ Քո վիճակը հիմա շատ ծանր է, որովհետև ուսերից շատ մեծ բեռադրված։ Պապայիդ հետ հարաբերությունները փոխվել են։ Նարեի մասին մտածում ես, բայց շփման եզրեր չես կարողանում հետը գտնել։ Արմոյի մասին էլ չեմ էլ խոսում։ Արմոյից վտանգ չկասամ։ Մեր աչքի առաջ ինչ պիտի անի։ Կարող է այդպես եք մտածում, բայց լավ էլ վտանգ կա։ Իսկ կարող է մի բան կա, որ ես չգիտեմ սա։ Հա? Չէ, ուղղակի զրուցում ենք։ Հաստատ։ Վրամ կարող է դուրս գանք քայլենք։ Համել երախուն մի քանի նվեր կառնենք։ Այդ ընդունեմ որպես համաձայնության նշան։ Ճարս ինչ սոնա։ Բարև, աբո։ Բարև լալա։ Սիրում ես այս տեղը։ Դե քեզ կանչեցի սրճարան չեկար, ասի գաս տեղ։ Սա քո մշտական այցելության վայրն է։ Այո։ Դե լավ է։ Կիմանամ ուր եմ գալու, երբ պետք լինի։ Ուզում էիր խոսել, ասացիր խոսելու բան կա։ Հա, ես փաստաբանի հետ եմ խոսել։ Աստորեն արդեն գիտես, որ երեխան Հայաստանում է։ Դու գիտեիր։ Իհարկե։ Այսինքն ամեն դեպքում այդ հարցերով զբաղվել ես։ Լալա ջան, ես որ մի բան ասում եմ, միշտ իմ խոսքի տերն եմ, այդքան բան։ Ես հենց դա էլ այդքան գնահատում եմ քո մեջ։ Դրա համար էլ միշտ ուզում եմ հենց քեզ հետ խոսել։ Հիմա էլի եկել եմ քեզ մոտ։ Շատ ճիշտ ես արել։ Ինձ էլ կսովորեցնես, հետաքրքիր է։ Ճիշտն ասած, ես երբեք փայլուն մանկավարժ չեմ եղել։ Կարող եմ փորձել։ Վալես, ես շուկա եմ գնում, սիրտդ ինչ-որ մի բան կուզի։ Չէ, մամ ջան։ Իսկ միրգ կամ որևէ ուրիշ համով բան։ Չէ, իսկապես ոչ մի բան չեմ ուզում։ Դե լավ, եթե փոշմանես կզանգես։ Սկսել ես պատվերներ ընդունել։ Չէ, ուղղակի սկսել եմ նկարել, սիրուն է։ Շոտ, սիրուն։ Դե ես գնացի։
Իմ սենյակ։ Ամուսինդ աշխատանքից գալիս է դու գնում ես քո սենյակ։ Դու բառը ասելուց ինքդ քեզնից չես զզվում։ Ես էլ ձեր շնորհակալությունն ահա։ Դու հիմա պետք է իմ ոտերի տակ լինեիր։ Բայց ոչինչ, ես քեզ խոստանում եմ, դու կլինես։ Արմեն, խնդրում եմ, էլի, առանց այդ իմ համար շատ տհաճ է քո հետ նույն հարկի տակ ապրելը։ Կլինի գոնե հետս չշփվես։ Հերդ մի կողմից, աղբերդ մյուս կողմից, քո մասին էլ ոչ մի բան չեմ ուզում ասեմ։ Ձեզ թվում էր ինձ բերելու եք ձեր տուն ու խեղճացնեիք, հա։ Ձեզ թվում էր ինձ բերելու եք ձեր տուն ու օգտագործեիք։ Չէ։ Դուք ուղղակի գաղափար չունեք, թե ձեր գլխին ինչ եմ սարքելու։ Հələ ինչ որ բան պիտի սարքես, հա։ Աշխարհի սուտը հորինել ես։ Էլ բան չմնաց, որ չխաբես։ Սկզբում ասում էիր, որ պապայի գործերը ընդհանրապես մի հատ թղթով, մի հատ ստորագրությամբ, ամբողջությամբ կանցնեն քեզ։ Հետո ասեցիր օֆիսի կառավարումը ամեն պահի կարա անցնի քեզ։ Հիմա ինչ ես ուզում։ Ուզում էիր հետս ամուսնանայր։ Ամուսնացար։ Էլ ուզածդ ի՞նչ է։ Լուրջ ես ասում։ Ու ես ամեն ինչը ամուսնություն ես դու համարում։ Առաջին օրվանից հերդ ու աղբերդ իմ դեմ պայման դրեցին, որ ես պետք է հյուրերի սենյակում քնեմ, քանի դու համաձայնությունը չես տվել։ Հերդ ինչ-որ կեղտոտ գործերի մեջ է։ Սովորաբար ես եմ իրա սև գործերն արել, բայց հիմա չգիտեմ ինչի թիկունքիս հետևում ինչ-որ խաղեր ա տալիս։ Ձեզ թվում էր ես չէի հասկանալու։ Եկածս օրից աղբերդ աչքերը 4 օրած ինձ ա հետևում, ու այդ ամեն ինչը սա քո պատճառով։ Քեզ ոչ մեկ չի ստիպել, որ դու գաս ու իմ հետ ամուսնանաս։ Այս ժամանակի հարցը։ Թող հələ ծնվի ես լակոտը ու դու այդ ժամանակ կզգաս, թե ցավն ու տառապանքն ինչ է։ Դու այս երախուն երբեք մոտ չես գալու, հասկացար։ Ես այդ լակոտին իմ ազգանունն եմ տալու։ Ու դրա համար համ դու, համ էլ այդ երախեն ձեր կյանքով եք պատասխան տալու։ Ձենդ կտրի։ Կանգնի տեղդ։ Ինչ ես ուզում։ Քանի ես խոսում եմ, դու իրավունք չունես ինչ որտեղ գնաս։ Դու ոնց որ լավ չես հասկանում, հա ում հետ գործում ես։ Այս 4 ամիսների ընթացքում չհասկացար ով եմ ես։ Թող մի հատ։ Մոռանում ես, որ հղի եմ։ Իսկ դու մոռանում ես, որ իմ կինն ես։ Իսկ դու մոռանում ես, որ այս հաշվարկով ամուսնություն է։ Ու դու իմ հետ ոչ մի կապ չունես։ Դու սխալվում ես։ Թող։ Օրենքի առաջ մեղավորներ չկան։ Օրենքի առաջ դու ոչինչ չես կարող փոխես։ Արմո, թող, ինչ ես անում։ Ինչ եմ անում։ Թող ասում եմ։ Ինչ է անում ամուսինը կնոջ հետ։ Արմո, թող։ Կանչի, ում ուզում ես կանչի։ Տունը մարդ չկա, 3 ամիս սպասել եմ այսօրվա։ Դու հիմար ես Արմո, թող։ Հորդ զանգի թող գա քեզ օգնի։ Թող գա, ասես որ ամուսինս համբուրում է ինձ։ Դու խելագար ես։ Ինչ ուզում ես արել, ում ուզում ես կանչի։ Տունը մարդ չկա, 3 ամիս սպասել եմ այսօրվան։ Վռամ զոնա։ Նարե։ Սպասի, Նարե։ Ասում եմ սպասի։ Կանքի Նարե, դու փախնելու տեղ չունես։ Հեռու մնա, երդվում եմ, ձեռս մի վարկյա չի դողը։ Լսում ես կխփեմ քեզ, հեռու մնա։ Քեզ թվում է հիմա պիտի վախենամ, աղջիկ ջան։ Այ եթե մի քիչ ուղեղ ունենաս, կվախենաս։ Ինչ ես ուզում ասես, չես վախենում քո կյանքի համար, հա։ Ինչ ա ուզածդ։ Ես կորցնելու ոչինչ չունեմ։ Արմո, երդվում եմ, քեզ թվում է կատակ եմ անում։ Հեռու մնա, թե չէ կխփեմ ասում եմ։
Լակոտին ինքնամոռաց տրվել ես իմ վրա էլ դանակ ես պահում։ Էդ ես եմ, որ քեզ տիրություն եմ արել։ Էդ ես եմ, որ կյանքիդ ամենադժվար պահին կողքդ եմ եղել։ Ամեն ինչի վրա խաչ եմ քաշել ու քեզանից ծնվող լակոտին հայրություն պիտի ճանաչեմ։ Ինչ չեմ արել քո համար։ Դու խելագար ես, դու գիժ ես, դու հոգեկան հիվանդ ես։ Հա, գիժ եմ, բայց դու ես ինձ գիժ սարքել։ Ինչ անեմ, սպանեմ վրամին, որ ինձ էլ սիրես։ Ոնց հասկանում եմ քո սիրտ տանող ճանապարհը հարազատներից հետ մեկին սպանելու միջոցով անցնում։ Արմո,